Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սամվել Կարապետյանն ընդդեմ Ալեն Սիմոնյանի, ինչ պահանջներ է ներկայացրել ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը ազգային ժողովի նախագահի դեմ։ Մինչ իրավապահները զբաղված են ընտրակաշարքի գործով, Աջափնյակում բնակիչները խոսում են այլ խնդրի մասին, ովքեր են փոկում քաղաքական պաստառները։ Բաքվում գործող այսպես կոչված Երևանի ադրբեջանական թատրոնը հայտնվել է քննարկումների կենտրոնում, ինչու է դրա անունը կապվում Արցախի ներկայացուցչության շենքի հետ։ Մոսկվան կրկին դժգոհություն է հայտնել Երևանի եվրոպական քաղաքականությունից, ինչու է Ռուսաստանի դեսպանը կանչվել խորհրդակցությունների։ Վլադիմիր Պուտինը կոշտ ուղերձ է հղել Հայաստանին, ինչ կլինի, եթե Երևանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները շարունակում են, ինչ պահանջներ է առաջ քաշում ԱՄՆ նախագահը։ Նախընտրական պայքարի թեժ փուլում քաղաքական դաշտում շարունակում են փոխադարձ մեղադրանքները։ Այս անգամ դատարանում են հայտնվել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի մինչև հնչած հայտարարությունները։ Գործարարը պահանջում է հերքել իր մասին հրապարակված տեղեկությունները, դրանք համարելով զրպարտություն։ Մինչ քաղաքական ուժերը շարունակում են փոխադարձ մեղադրանքները, իրավապահները հայտնում են նախընտրական գործընթացների հետ կապ ունեցող հերթական քրեական վարույթների մասին։ Քննչական կոմիտեի տվյալներով իբր մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են քաղաքացիներին մասնակցելու ուժեղ Հայաստան դաշինքի կազմակերպած հավաքին։ Քրեական հետապնդում է հարուցվել ինչպես ընտանիքի անդամներից 4-ի, այնպես էլ դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված մեկ անձի նկատմամբ։ Գործերն արդեն ուղարկվել են դատախազություն։ Մինչ իրավապահների ուշադրության կենտրոնում ընտրակաշարքի վերաբերյալ գործերն են, ստվերում են մնում նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրված այլ միջադեպեր։ Աջափնյակի բնակիչները ահազանգ են հնչեցնում քաղաքական պաստառների պոկման եւ վնասման դեպքերի մասին, պնդելով, որ նման դեպքերը կրկնվում են։ Ովքեր են կանգնած այդ գործողությունների հետևում եւ ինչու իրավապահները չեն արձագանքում, Սեդա Գյուրեղյանի ռեպորտաժում։ Աջափնյակի բնակիչներն արդեն մի քանի օր է ահազանգում են, իրենց փողոցում կին եւ տղամարդ են շրջում, պոկում Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի պաստառները։ Տարածքում բնակվողները պնդում են, հոլովակում երևացող տղամարդը նույն այն կեղծ դպիրն է, որը նախկինում քաղաքացիական պայմանագրի հետ եկեղեցիներում էր շրջում։ Նկարները կապ են դպիրի բաները հոգեվորականի շորերով բանով են կարգալույցելացին, որ բաներ անում։ Ինքն է, հենց ինքը։ Ես հետո եմ իմացել, որ ինքը տեղ է ապրում։ Ես էլ զարմացած, իսկան հանեբերե գցրել եմ իստեղ քուչեքը, որ ֆռա, հետո իմացա, որ այդ վիսոտներից մեկում է ապրում։ Բակում եմ տեսել, որտեղ որ պոկել են, այդ էլ կպած է, որտեղ որ ես իրանց տեսել եմ, այդ աղջկան ու այդ տղուն։ Նիկոլի բուկլետները երկուսի ձեռը այդ հայատով եթում էին։ Գրեթե ամեն քայլափոխի ավտոտնակներից մինչև շենքերի մուտքեր իշխող ուժի պաստառներն էին փակցված, ընդդիմության պաստառները հազվադեպ էին հանդիպում։ Բնակիչները զարմանում են, իշխանական պաստառ պոկելու դեպքում մարդիկ կալանավորվում են, անգամ ողբերգական հետևանքներ են լինում, իսկ ընդդիմության պաստառների դեպքում իրավապահները կարծես անտեսում են ամեն ինչ։ Ես չեմ նկատել, բայց երեք անցկենալուց տեսա, սաղի նկարները պոկած է։ Իրանց դեմքով չեմ տեսել։ Եթե ես տենամ, նակազատ կանեմ։ Դե թաղի տղեկն են ասել։ Այս թաղի տղաներից, ես ամի հոգի ընկերներիցս կգա ստեղ։ Պաստառներ պոկել չեմ տեսել, բայց տելևիզոր լսել եմ։ Սխալ են անում, էլի, դու ես գա, չգա, պիտի չպոկես։ Չէ, տեսման չենք լսի, ազիզ, մենք նոր ենք դուրս եկել։ Մեկ այլ բնակիչ պատմում է, կեղծ դպիրն ու նրա հետ շրջող աղջիկը արդեն շուրջ 10 օր է պտտվում են թաղամասում։ Նրա խոսքով հասցրել են տասնյակ շենքերից պաստառներ պոկել։ Կարևանները ասել են, որ քարոզարշավների ժամանակ ինքը կողքի շենքն է մնում, քարոզարշավների ժամանակ այդ դպիրա, եթե չեմ սխալվում, այդ հոգևորականը կպեկան քարոզարշավների ժամանակ վերևից պամիդորով կամ այլ բանջարեղեններով մարդկանց է խփում։
Իշխանությունը պաստառ պատրելու կամ վնասելու համար կալանավորում է քաղաքացիներին։ Կալանքներից մեկի հետևանքն էլ հոգեբուժարանում ինքնասպանությունը եղավ։ Մինչդեռ պաստառ պատրելը վարչական իրավախախտում ենթադրող գործողություն է, ընդ որում այս դեպքում տեսանյութն արդեն հանրայնացված է, իսկ ենթադրյալ իրավախախտման փաստերը հրապարակային։ Արդեն հանրամատչելի տեսանյութ է։ Օրինակ կարելի է հարց ուղղել ձեր կողմից իրավապահ մարմիններին, արդյոք հետևանք կրել են այս երկուսը, արչական պատասխանատվության ենթարկվել են այդ իրավախախտման համար։ Քաղաքացիները փաստում են, դպիր ներկայացող աջափնյակի բնակիչը իրեն ուղեկցող աղջկա հետ վերջին անգամ մայիսի 28-ի երեկոյան ժամերին է երևացել տարածքում, իսկ աղմուկ բարձրանալուց հետո նրան էլ չեն տեսել։ Ռաֆայել անունով տղան ՔՊ անդամ է, ՔՊ-ական падգամավոր Տիգրան Պարսիլյանը հաստատել է, իր օգնականն է։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քարոզարշավի նախավերջին շաբաթը մոտենում է ավարտին և նախընտրական քարոզարշավի օրակարգում շարունակում է մնալ նաև անվտանգային և Արցախին ու արցախցիներին վերաբերող թեմաները։ Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները հերթական ասուլիսում մտահոգություններ են հայտնել Արցախի ներկայացուցչության շենքի և Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված վերադարձի քաղաքականության վերաբերյալ։ Նարեկ Կարապետյանը մասնավորապես նշել է, որ Բաքվում գործող այսպես կոչված Երևանի ադրբեջանական թատրոնը հետաքրքրություն է ցուցաբերում այդ շենքի նկատմամբ։ Ադրբեջանը ցանկություն ունի մշակութային հիմնավորումներ անել Հայաստանում։ Ինչու է Ալիևը այդ հայտարարությունը հայտնի արել գիտնականների մոտ։ Ձեզ մոտ կարծիքը ինչն է, ինչու գիտնականների մոտ։ Ինչու չի արել օրինակ այլ մասնագետ, ինժեներների մոտ ինչու չի արել, որովհետև ասել է հիմք ստեղծեք, որ մենք ունենանք հավակնություն։ Դուք պետք է ստեղծեք հիմք, իր խոսքի մեջ կա։ Բառացի կարող է հենց այս ձևաչափով չէ, մենք կհրապարակենք, բայց թեզը հենց այդպես է հնչում։ Գիտնականները պետք է առաջամարտիկը լինեն, որպեսզի հիմք ստեղծեն։ Մյուս բանը, լավ, այս շենքը արցախցիների, Հայաստանում ապրող արցախցիների համար հայրենիքի կտոր է։ Այս շենքի վրա ամբիցիա ունի Ադրբեջանը որպես Երևանի ադրբեջանական թատրոն։ Մենք երկու իրականության մեջ ենք ապրում։ Երբ արցախցիներից ում հայրենիքի վերջի կտորն է, փորձում են սա վերցնել եւ նույն ժամանակ բացվում է, ֆինանսավորվում է Երևանի ադրբեջանական թատրոնը։ Նույն ասուլիսում Կարապետյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից կազմակերպվող Արևմտյան Ադրբեջան վերադարձի ծրագրերին։ Նրա պնդմամբ այդ գործընթացը համակարգված բնույթ է կրում և ակտիվ փուլ է մտել վերջին տարիներին, դառնալով պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգի կարևոր ուղղություններից մեկը։ Վերջի 4 ամիսը ամենաակտիվ ժամանակաշրջանն է դրա համար, որովհետև մի շարք հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով աջակցող։ Առաջի հայտարարությունը ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարությունից գիտնականների հետ, գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ։ Վերադարձի հետ կապված, որ խաղաղությունից հետո մենք պետք է վերադառնանք այնտեղ։ Երկրորդը դրանից հետո սկսվեց կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի հայտարարությունը մզկիթների վերականգնման հետ կապված։ Իսկ դրանից հետո արդեն մասսայական սկսեցին միջոցառումներ, անգամ անցած տարի եղել է Բրյուսելում։ Այս ինչ ներկայացրեցի, սակայն վերջի հայտարարությունը 2-3 ամսվա են, բայց անցած տարի անգամ Բրյուսելում վերադարձի մասին համագումար էին արել եւ ներկայացրել են Եվրոպական հանրությանը, թե ինչու են իրենց պետք վերադարձ եւ այլն։ Այս դրությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները մենք տեսնում ենք, որ շեղվել է այս ուղղությամբ։ Սյունիքի ճանապարհ ստանալուց հետո նրանք կենտրոնացել են ուժերը վերադարձի իրենց կարծիքով վերադարձի գաղափարի վրա եւ ամենահատկանշական ու ցավալին այս պատմության մեջ մի բան է, որ ընտրություններից 11 օր հետո դրված է մեծ ֆորում ադրբեջանցիների վերադարձը, իսկ համայնքը գիտեք ուր, Մեղրից 10 կիլոմետր հեռավորության վրա, Մեղրի ամենամոտ համայնքում Օրդուբադում։
Նախիջևանում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերջին շրջանում ձեռք բերված զինատեսակների արդյունավետության վերաբերյալ հարցեր կան։ Նրա խոսքով Հայաստանի գնած նոր զենքերը բավական խնդրահարույց են։ Ամեն մի զինատեսակը ինքը իրենով նորմալ է, կամ հայտնի չի նորմալ է թե չէ, խոսքը հնդկական զինատեսակների մասին է։ Ենթադրում է, որ որոշ չափով այդ Սու-30-ների հայտնի պատմության նման մի բան ենք մենք ունենալու ապագայում, երբ զենքը բերել ես, զինտեխնիկան բերել ես, բայց չես օգտագործել ընդհանրապես, ասենք զորոյական օգտագործում, մարտական առումով։ Ռազմական թեմային անդրադարձել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա մեկնաբանել է Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսը, ցուցադրված զինտեխնիկան, նաև արձագանքել է իր հասցեին հնչած քաղաքական սպառնալիքներին ու մեղադրանքներին։ Այսօր պատերազմը պարտված, հողերը հանձնած, մեր գերիները այնտեղ են, դա ինչ որ PR-ի խնդիր է, դա չեմ էլ ուզում խոսել։ Դուք ասացիք, որ ձեր տեսան հիմա բարձով ապրում։ Ջրվեզում բարձով ամնում, հարիրը գողաց, առանց ամաչելու, հացես Գուլյանը քար գողացող, հա, մարդը պատասխան 2 միլիոն ու կեսը վճարի է, օրական տունը մնա, երեխայի տունը մնա։ 2 միլիոն ու կես էլ ես իմ կողմից բարեգործական գտամ, որ նորմալ ծերանոց արկեն, մարդիկ կարողան լիարժեք։ Նորմալ ծերանոց ասում եք ձեր տունն ա լինելու։ Քանի հոգի են գալու լինի բնակվում, 20-30 հոգի։ Դա նշանակում է տվեց ժողովրդին։ Հիմա որ ձեր տանել կապացած այս process սկսվի, ինչ եք անելու։ Դեռ ինչ կանեմ, օրենքի դեմ սա հավասար է, եթե փաստաթղթերը հիմքերը կարանտուն իրաց ցավն տանեն։ Գուլյանի դեպքում այն է հիմքերը։ Բողոք հարկելու են, անելու են։ Ինչ ամեն ինչը ժամանակի մեջ է, չէ՞, այսօր բանկազատելնի ժողովրդին ցույց տալու համար Ծառուկյանի փեսան քարերը գողացել է, չէ ինձ էլ ասում Ծառուկյանը կար գողացող է, Ծառուկյանը եկեղեցի կառուցող իր երկրի պատիվը բարձր պահող, աշխարհի ներկայացնել ավելի մեծ ճանաչում տվող մարդ է։ Ծառուկյանը միլիարդներ է դրել, սպորտը աշխարհում, որ Հայաստանը սարքել ամենաբարձունքի վրա։ Մինչ ընդդիմադիր գործիչները գնահատականներ են հնչեցնում, իշխանությունը շարունակում է նախընտրական հանդիպումները մարզերում։ Նիկոլ Փաշինյանը այս անգամ տավուշում էր, որտեղ խոսել է սահմանազատման գործընթացի շարունակության մասին։ Սակայն Բերթավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ մի քաղաքացի մոտեցել է նրան և սկսել բողոքել Փաշինյանի խաղաղության օրակարգից, ինչն էլ հունից անել է Փաշինյանին։ Ներքաղաքական զարգացումներին զուգահեռ շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նաև Հայաստանի արտաքին քաղաքական ընտրության հարցը։ Մոսկվան հերթական անգամ դժգոհություն է հայտնել Երևանի եվրոպական ուղղությամբ քայլերից։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների։ Ռուսական կողմի գնահատմամբ Երևանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերը կարող են ազդել ԵԱՏՄ շրջանակում գործակցության վրա։ Ավելի կոշտ հայտարարություններով է հանդես եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Աստանայում նա հայտարարել է, որ այլևս և հնարավորություն չկա և եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա Ռուսաստանը ստիպված կլինի վերանայել ու սահմանափակել տնտեսական գործակցության մի շարք ուղղություններ։ Ստիպված կլինենք վերականգնել հայաստանյան ավտոմոբիլային բեռնափոխադրողների համար թույլտվությունների կարգը, դա անխուսափելի է։
Սա փոխգործակցության առանձին շատ բարդ ոլորտ է, եւ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել երկաթուղային սակագները։ Այժմ գործում են ներ ռուսաստանյան սակագներ, դրանք կբարձրացվեն մինչև ԱՊՀ երկրների մակարդակի սակագների։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ուր կգնա հայկական գինին։ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստանում աշխատելու համար հայերը ստիպված կլինեն պատենտներ ձեռք բերել։ Մենք պետք է անկեղծ խոսենք այդ մասին։ Եվ իհարկե ստիպված կլինենք բարձրացնել էներգակիրների գները, ինչը մասնագետների կարծիքով Հայաստանին կարժենա ՀՆԱ 14%-ը։ Հայաստանից եկած աշխատողների նկատմամբ այն պահանջների կիրառումը, որոնք գործում են ԱՊՀ երկրներից եկած միգրանտների համար։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել։ Սա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար պետք կլինի բնակվել առնվազն 5 տարի։ Հայաստանի հնարավոր ընտրության թեմային անդրադարձել է նաև Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները չեն ցանկանում Հայաստանի դուրս գալը միությունից, սակայն պատրաստ են հարգել հայ ժողովրդի ցանկացած որոշում։ Մենք այս հարցը քննարկել ենք փակ նիստում եւ ստորագրել համապատասխան հայտարարություն։ Նախ եւ առաջ բոլորը նշել են, մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից։ Միևնույն ժամանակ մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը, մենք հարգում ենք հայ ժողովրդի ընտրությունը։ Եվ եթե ժողովուրդը կայացրել է կամ կկայացնի նման որոշում եւ համաձայն է դուրս գալու այն միությունից, որում այժմ գտնվում է եւ մի օր միանալ Եվրամիությանը, մենք չենք կարող դեմ լինել հայ ժողովրդի կամքին։ Երեք Աստանայում ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները նաև հատուկ հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Փաստաթղթում նշվում է, որ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքները պետք է ուսումնասիրվեն, ապա կզեկուցվեն 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք նիստում։ Միաժամանակ առաջնորդները ընդգծել են, որ ԵԱՏՄ-ում համակարծիք են այն մոտեցման շուրջ, որ Հայաստանում պետք է հնարավորինս կարճ ժամկետում անցկացվի հանրաքվե ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով։ Չնայած վերջին շրջանում Մոսկվայից հնչող կոշտ հայտարարություններին եւ տնտեսական որոշ սահմանափակումների մասին ազդակներին, Աստանայի նիստին բաց հատվածում Հայաստանի վերաբերյալ բացահայտ սուր ձևակերպումներ չեն հնչել։ Բայց այդուամենայնիվ առավել զգայուն քննարկումները տեղի են ունեցել փակ ձևաչափով, որտեղ առանց հայկական պատվիրակության մասնակցության քննարկվել են հնարավոր սցենարները եւ տարածաշրջանային տնտեսական հետևանքները։ Ինչ են քննարկել ԵԱՏՄ առաջնորդները եւ ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ որոշումները Հայաստանի համար, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Աստանայում անցկացվող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը վերածվեց ոչ միայն տնտեսական ինտեգրման քննարկման, այլ նաև Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի շուրջ անհանգստությունների հարթակի։ Փաշինյանի փոխարեն Հայաստանը ներկայացնող փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը, որին Սերգեյ Լեբեդևը բնութագրեց որպես ադեկվատ մարդ, փառատեց այն մտահոգությունը, թե դուրս են գալու ԵԱՏՄ-ից։ Հայաստանի Հանրապետությունը հետագայում եւս բարեխեղճորեն կշարունակի համագործակցել ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ հարգանքի, իրավահավասար գործընկերության եւ միության անդամ բոլոր պետությունների ազգային շահերին համահունչ։ Վլադիմիր Պուտինը խոսեց ԵԱՏՄ անդամ երկիր լինելու առավելությունների մասին եւ շեշտեց. ԵԱՏՄ-ն բաց է փոխշահավետ եւ հավասար համագործակցության համար կառուցողական մտածողություն ունեցող երկրների եւ միավորումների հետ։ Սակայն առավել ուշագրավ զարգացումը տեղի ունեցավ փակ ձևաչափում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ղեկավարները Վլադիմիր Պուտինը, Կասիմ Ժոմարտ Տոկայևը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Սադիր Ժապարովը առանձին քննարկել են Հայաստանի Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը եւ իրենց համատեղ մոտեցումը հայտարարությամբ փոխանցել Մեհեր Գրիգորյանին։ Քաղաքագետ Արման Աբովյանը կարծում է, որ չպետք է զարմանալ, եթե վաղը ԵԱՏՄ-ն հայտարարի, որ Հայաստանը չի համապատասխանում իրենց կանոնակարգին աշխարհաքաղաքական այլ ուղղություն որդեգրելու պատճառով։ Իսկ Հայաստանի այսօրվա հնչեցրած հայտարարությունը նախընտրական շեմին հանրությանը հանգստացնելու համար է։ Մի լուր ունեմ շատ վատ, Հայաստանը չի որոշելու ԵԱՏՄ-ով ինքը շարունակելու է գործել, թե ոչ, այլ որոշելու են ԵԱՏՄ-ի հիմնական խաղացողները եւ չզարմանաք, եթե վաղը Հայաստանի հակառուսական քաղաքականության ներքո մենք որոշում ընդունել, որ Հայաստանը չի համապատասխանում ԵԱՏՄ-ի օրինակ կանոնակարգին։ Ռուսաստանին եւ ԵԱՏՄ անդամ որևէ երկրի հիմա ձեռնտու է, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծում է ոչ։ Իրենք ինչ խնդիր են լուծում դրանով։
Երևանին պատժելու շատ լավ եւ հետո պատժեցին Երևանին, ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Իշխանափոխություն թե որևէ այլ process, այսինքն այստեղ ոչ մի հստակ հարցի պատասխան չկա։ Եվ հետեւաբար այստեղ չեմ տեսնում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից որևէ մեկի մոտիվը Երևանին հանել միությունից։ Ինչ վերաբերում է ԵՄ անդամակցությանը, ապա Բադալյանը նշում է, որ այն պարզապես քարոզչական նկատառումով խաղարկվող օրակարգ է եւ որ այս թեմայի վրա ամեն երկիր կառուցում է իր քաղաքական խաղը։ Թե որտեղ կկտրվի այդտեղ, պես ասած, ռեզինը Երևանի համար, սա իհարկե ռիսկն է, պաշտոնական Երևանը թերևս հաշվարկել է, որ առնվազն մինչև խորհրդարանի ընտրություն այդ ռեզինը չի կտրվի համենայն դեպս այնպես եւ այնքան ուժգին, որ կհարվածի եւ կդաղի իրեն։ Քաղաքագետ Արման Աբովյանը զգուշացնում է, որ ամեն դեպքում, եթե այսպես շարունակվի, մենք հետագայում կտեսնենք արդեն լիակատար սահմանափակումներ Հայաստանի համար։ Մոսկվայի համար խնդիրը միայն տնտեսությունը չէ, խոսքը տարածաշրջանային ազդեցության պահպանման մասին է։ Իրական գետնի վրա ունենք իրավիճակ, երբ որ ռուսական շուկան այս իշխանությունների ամբարտավան քաղաքականության պատճառով մեզ համար հետևողականորեն փակվում է։ Գագաթնաժողովին զուգահեռ քաղաքական հայտարարությունների մի ամբողջ փունջ հնչեց Մոսկվայի կողմից այն մասին, թե ինչ կլինի, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Պեսկովն էլ հայտարարեց, որ դեպի Եվրամիություն շարժվել է Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, սակայն Հայաստանը չի կարող եւ չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների հաշվին։ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը փաստացի բաց տեքստով ձևակերպեց այն, ինչ վաղուց քննարկում էր կուլիսներում, կամ ԵԱՏՄ կամ ԵՄ սկզբունքը։ Հայաստանի արտաքին քաղաքականության բազմավեկտոր մոդելը մտնում է ամենաբարդ փուլ, եւ որքան Երևանը ձգձգում է վերջնական ընտրության հարցը, այնքան մեծանում է արտաքին ճնշումների հավանականությունը։ Անահիտ Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Պաշտոնական Մոսկվան, որը անթաքույց դժգոհ է Հայաստանի եվրոպական ձգտումներից, այս նիստին ընդառաջ նամակով զգուշացրել էր Երևանին, թե կարող է դադարեցնել արտոնյալ պայմաններով բնական գազի եւ նավթամթերքի մատակարարումը։ Նյուզեեմի հետ զրույցում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը մեկնաբանել է ռուսական կողմի ուղարկած նամակն ու Հայաստանի դիրքորոշումը։ Մենք այդ տեղեկատվությունը գործընկերներից ստացել ենք, ընդունում ենք գիտություն, իրենց ըստ անհրաժեշտության աշխատում ենք, բնականon աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվում, ոչինչ ավելի։ Մենք շարունակում ենք բնականon մատակարարումներ ունենալ Ռուսաստանի Դաշնությունից, խնդրահարույց հարցեր դրա հետ կապված այս բանին չենք տեսնում, ըստ անհրաժեշտության նաև մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի կողմի մեր գործընկերների հետ, Գազպրոմի գործընկերների հետ բնականon աշխատում ենք։ Թեև գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հստակ պատասխան չի տրվել, քննարկումները շարունակում են մնալ օրակարգում։ Միաժամանակ արդեն տեսանելի է նաև տնտեսական որոշ սահմանափակումներ։ Ռուսաստանը շարունակում է խստացնել հայկական մի շարք ապրանքների ներմուծման պայմանները։ Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ռուսաստանում կասեցվել է ջերմուկ հանքային ջրի հերթական 64.5 միլիոն շշի վաճառքը։ Ինչ նախազգուշացում է ստացել Երևանը, ռեպորտաժում։ Հայաստանը կանգնած է ոչ միայն արտաքին քաղաքական, այլև տնտեսական լրջագույն ընտրության առջև։ Եվ մինչև իշխանությունները խոսում են եվրոպական ապագայի մասին, Մոսկվայից արդեն հնչում են առաջին բաց եւ կոշտ ազդակները։ Եթե Երևանը շարունակի ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհը, ռուսական գազի ու ռազմավարական ռեսուրսների արտոնյալ պայմանագրերը կարող են վերանայվել։ Հայաստանի արտգործնախարարությունն արդեն հաստատել է։ Ստացել է Ռուսաստանի էներգետիկայի նախարարի նամակը։ Ըստ հրապարակված տեղեկությունների, այնտեղ խոսքը ոչ միայն գազի, այլ նաեւ նավթամթերքի եւ մի շարք ռազմավարական ապրանքների արտոնյալ պայմանների հնարավոր վերանայման մասին է։ Սա դեռ վերջնական որոշումը չէ, բայց նաև սովորական դիվանագիտական նախազգուշացում էլ չէ։ Փաստացի Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հուշում է, ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է Հայաստանի համար ունենալ շատ կոնկրետ տնտեսական հետևանքներ։ Այսօր Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.5 դոլարով։ Համեմատության համար եվրոպական շուկայում նույն ծավալի գազի արժեքը մոտ 550 դոլար է։ Տարբերությունը հսկայական է եւ այն տարիներ շարունակ պահպանվել է հայ-ռուսական հարաբերությունների եւ ինչու ոչ պայմանավորվածությունների հաշվին։ Թե իշխանությունը եւ թե հասարակության մեծամասնությունը պետք է հասկանա, որ ԵԱՏՄ-ի կողմից հենց հիմա նախազգուշական եւ որոշակի առումով քաղաքական բնույթ ունեցող, մեսիջները, որոնք որ գալիս են պաշտոնական Երևան,
Դրանք բավականին լուրջ են, ուշադրության, ոչ միայն ուշադրության արժանի են, այլ իշխանությունը անպայմանորեն այստեղ պետք է բացատրություն տա իր հասարակությանը, թե ինչ գործընթացներ են գնում։ 2013 թվականի համաձայնագրով «Գազպրոմը» չեղարկել էր Հայաստանի համար գործող 30% արտահանման տուրքը։ Այդ պայմանավորվածությունից հետո գազի գինը նվազել էր դառնալով $189, ապա 165։ Այսօր գործող սակագինը դեռևս զգալիորեն ցածր է եվրոպական շուկայից։ Սակայն եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, ըստ տարբեր վերլուծությունների գազի գինը կարող է աճել առնվազն 30%-ով։ Իսկ եթե քաղաքական հարաբերությունները շարունակեն սրվել, Մոսկվայում արդեն չեն բացառում նույնիսկ մատակարարումների ամբողջական դադարեցումը։ Քաղաքական կողմնորոշումները տնտեսական այս կամ այն բլոկի մեջ լինելու Ռուսաստանը շատ կոնկրետ եւ հստակ է սկսել դնել։ Դրանք առայժմ կրում են նախազգուշացման բնույթ, բայց ռուսները այստեղ բավականին հստակ եւ բավականին բաց են աշխատում իրենց եւ մտահոգությունները եւ փոփոխման ենթակա օրակարգերը հստակ դնելով պաշտոնական Երևանի առջեւ։ Քաղաքական հայտարարություններից դուրս հարցն առաջին հերթին սոցիալական է, որովհետև գազի գնի թանկացումը շղթայական ազդեցություն է ունենալու գրեթե բոլոր ոլորտների վրա։ Առաջինը կթանկանա էլեկտրաէներգիայի արտադրությունը, քանի որ Հայաստանի էներգահամակարգի զգալի հատվածը հիմնված է գազի վրա։ Դրանից հետո հանրային տրանսպորտը, բեռնափոխադրումները, գյուղատնտեսական արտադրանքը, ջերմոցային տնտեսությունները, հացը, կաթնամթերքը, միսը եւ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ։ Գազի գնի փոփոխությունը ամեն ինչի վրա ազդելու է, ամեն ինչի գների եւ որակի հայկական արտադրանքի նաեւ մրցունակության վրա է ազդելու, այսինքն մեծ համար բավականին ծանր հետևանքներ է ունենալու։ Գազով են աշխատում հարյուրավոր արտադրություններ, փոքր եւ միջին բիզնեսներ։ Սա նշանակում է, որ թանկացումը հարվածելու է ոչ միայն քաղաքացիների կոմունալ վճարներին, այլ ամբողջ տնտեսությանը։ Փորձագետները նաեւ նշում են, Իրանը կամ Ադրբեջանը չեն կարող արագ եւ իրատեսական այլընտրանք դառնալ Հայաստանի համար։ Եթե մենք հրաժարվում ենք ռուսական գազից, իսկ իրանական գազը ծավալներով ոչ իր որակով չի կարողանում փոխարինել ռուսական գազին, մենք կարող ենք կանգնել էներգետիկ ճգնաժամի առաջ։ Իրանից Հայաստան ներկրվող գազն այսօր օգտագործվում է հիմնականում էլեկտրաէներգիայի արտադրության նպատակով։ Միևնույն ժամանակ, եթե Հայաստանը խորացնի ինտեգրումը Եվրամիության հետ, Թեհրանի նկատմամբ արևմտյան սահմանափակումներն ու քաղաքական հակասությունները կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել։ Ադրբեջանի տարբերակն էլ մասնագետների խոսքով առավելապես քաղաքական եւ տնտեսական քննարկման մակարդակում է։ Բաքուն արդեն պարտավորվել է մեծացնել գազի մատակարարումները դեպի Եվրոպա եւ լրացուցիչ ծավալներ գործնականում չունի։ Բացի այդ, նույնիսկ հնարավոր մատակարարումների դեպքում գազը վաճառվելու է շուկայական շատ ավելի բարձր գներով։ Եթե մենք փորձենք գնել այդ գազը Ադրբեջանից, ապա Ադրբեջանը պարզ է դա օգտագործելու է ոչ միայն որպես քաղաքական լծվակ Հայաստանի դեմ, այլ նաև էթնոդեմոգրաֆիկ լծվակ։ Ավելի կոնկրետ ձեզ ասեմ, իրենք կարող են նրա առաջ պայման դնեն, ասեն 300 չէ, 500,000 ադրբեջանցի պետք է Հայաստան տեղափոխվի, միայն դրանից հետո մենք դες կմատակարարենք գազ։ Իսկ ամենակարևոր հարցերից մեկը միջև օրս մնում է անպատասխան։ Հայաստանն ունի բավարար ֆինանսական ռեսուրս, անհրաժեշտ բյուջե վատթարագույն սցենարի դեպքում արդեն շուկայական կամ եվրոպական գներով գազ ձեռք բերելու համար։ Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի գնահատմամբ այս փուլում էներգետիկ եւ արտաքին քաղաքականության շուրջ հնչող հայտարարությունները ոչ այնքան ռազմավարական հաշվարկներ են, որքան նախընտրական քարոզչության մաս։ Իսկ հունիսի 7-ից հետո իրավիճակը շատ ավելի կսառի հայտարարությունների առումով եւ Հայաստանը կմտնի շատ ավելի ռեալ քաղաքական դաշտ։ Թեև Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են փոխադարձ հայտարարություններ անել, կողմերի միջև վերջնական համաձայնություն դեռ չկա։ Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը շարունակում է կապ պահպանել ԱՄՆ-ի հետ, սակայն այս պահին հիմնական նպատակը ռազմական լարվածության դադարեցումն է, ոչ թե միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Մինչ Թեհրանը խոսում է հակամարտության ավարտի անհրաժեշտության մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով վերջնական որոշում կկայացնի Իրանի հարցով։ ԱՄՆ առաջնորդի խոսքով Իրանը պետք է երաշխավորի, որ երբեք միջուկային զենք չի ունենա։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ավարտվել է Պուտինի այցը Ղազախստան, Տոկաևը նրան ուղեկցել է Աստանայի օդանավակայան։ Ռուսական անօդաչուի ընկնելուց հետո Ռումինիայում փակվել է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, իսկ հյուպատոսը հայտարարվել է անցանկալի անց։
Բուլղարիան թույլ կտա ամերիկյան ռազմական ինքնաթիռներին մնալ երկրի տարածքում միայն մինչև հունիսի վերջ, քանի որ Միացյալ Նահանգները չի հաստատել բուլղարացի այցելուների համար առանց վիզայի ռեժիմի համակարգը, հայտարարել է վարչապետ Ռումեն Ռադևը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր օմանցի գործընկեր Բադր Ալ-Բուսայիդիի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած հնարավորությունից, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անմիջապես բացվի ազատ տավարկության համար, առանց որևէ սահմանափակման կամ վճարների։ Չինաստանն անապատում իր միջուկային կայանների ավելի քան 80 մեկնարկային հարթակ է կառուցում։ Այդ օբյեկտները հնարավորություն կտան Միացյալ Նահանգների կողմից Չինաստանի միջուկային զինանոցի վրա հարձակման դեպքում պատասխան հարված հասցնել։ Լաոսում սկսել են դուրս բերել հանքափորներին, որ ավելի քան 1 շաբաթ մնացել էին ջրով լցված հանքախորշերում։ Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հրթիռը պայթել է Ֆլորիդայում փորձարկման ժամանակ։ Խոսքը ծանր հրթիռ Նյու Գլենի մասին է, որը ստեղծել է Blue Origin ընկերությունը։ Այն համարվում է Իլոն Մասկի SpaceX-ի գլխավոր մրցակիցը։ Սեդակ Յուրեղյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, իսկ դուք շարունակեք դիտել Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանի իրական Հայաստանն առանց ֆիլտրի հաղորդման առաջին մասը։ Բարի լույս, սիրելի հետևորդներ, սիրելի ընկերներ, այսօր մայիսի 23-ն է, շաբաթ առավոտյան ժամը 5:25, հենց հիմա շարժվելու եմ դեպի Սյունիք, դեպի տեղ գյուղ, մենք առանց ֆիլտրներ ենք փորձելու հասկանալ իրապես որն է մեր Հայաստանը եւ արդյոք Facebook-յան Հայաստանը, վիրտուալ Հայաստանը, որ մեզ ներկայացնում են, այն վատ երևույթները, որ ներկայացնում են, ընդհանրապես իրականության համապատասխանում են, թե ոչ։ Ես ինձ հետ մի խումբ ընկերների եմ վերցնում, գնալու ենք այնտեղ ծրագրերությունը հետևյալն է, պատահականության սկզբունքով մտնելու ենք սահմանային այդ գյուղ, դուրս ծեծելու ենք, մտնելու ենք հայի տուն, հայ ընտանիքի հետ մի ամբողջ օր ենք անցկացնելու, մի ամբողջ օր ենք կիսելու իրենց կենցաղը, այս ընթացքում էլի կհանդիպենք։ Լավ, գնանք Տարոն ջան, գնացինք։ Եկանք հասանք Գորիս, առավոտյան հրաշագեղնի տեսարանները բացվել։ Այստեղից շարժվելու ենք արդեն դեպի տեղ գյուղ, պատահականության սկզբունքով կմոտենանք մեր հայրենակիցներից մեկի տանը, դուռը կծեծենք ու կմտնենք, տեսնենք ինչ հետաքրքիր օր է մեզ սպասվում։ Գնացինք։ Ես սկսեց անձրևել, ներքևում չկար օրինակ, տեղում չկար, ստեղ արդեն մի քիչ ավելի բարձր, բայց լավ կլինի, որ այսօր անձրև չլինի, որ կարողանանք մեր օրակարգը ամբողջությամբ իրականացնել։ Մի բան բարձրացանք դեպի մեր դիրքեր, պետք չի բնականաբար այդ ամեն ինչը ցույց տալ, հիմա նորից վերադառնում ենք մեր սովորական առօրյային։ Գնացինք տեսանք մերոնք լավ են թե չէ ու հետո արդեն շարունակում ենք այսինքն մեր ճանապարհը։ Այսինք դարել ես դեսպանել Որնիկարան չենես կահան, վերգինախշի վերգտաներ, պատիվ ունեցողը թողա։ Երբ որ նկարագրում է երգի մեջ, ասում է, որ եկան, չգիտեմ, յուղերը մտան, թալանեցին, թուրքերը այս արեցին, այդ արեցին,
Եվ մեր կանանց ու աղջիկներին տարան եւ երկի այդ քառատողը փակումա շատ հզոր խոսքով պատիվ ունեցողը թող գա։ Մարիա ասում ենք։ Ատլես երեխեքին մոտենանք հարցնենք ոնց են, ոնց չեն։ Անունդ ի՞նչ է։ Քոն Ալեքս, Բակոնը։ Սևակես ինչ լավ անուններ են։ Տղեկ լասեք տեսնեմ, ստե խանութ որտեղ կա։ Հələ կքշեք հետներս գաք։ Հələ առաջնորդեք մեզ։ Տարեք, դու էլ կգաս ավտոն նստես։ Արի, եկ։ Մենք հայտուն ենք գնում, մեր դատակ ձեռքով չեն կարող գնալ բնականաբար, այդպես պատճառով մտանք խանութ։ Էս 3-ն է, դու 3 տարեկան ես, հա։ Բարև ձեզ, լավ, դուք ինչպես եք։ Առողջությունը ոնց է։ Հողի կադաստրային հողերը իրական մշակվել հողերի հետ չի համապատասխանում։ Այս գյուղի հողերը մինչև որ սահմանն են, որ հատվածն են։ Այն արավուսն է։ Հա։ Սենց շուրա տալես միջև կորնիձոր, միջև այն տարածքը։ Դենտեղ մի 70 հեկտար թուրքը նստել է, մի տարածքել նիտրալ է, էլի կոչում, բան նիտրալ հող պետք է լինի 2 պետք։ Որ հատվածում է, որ մտել են։ Ես մի քանի ծավալ լավալ, ընդդեմ այն է։ Հա։ Այն փոսերը։ Հա։ Այս կողմի մենք եք նստած, մի կողմի 20 մետրի վրա իրանք։ Ասում են, որ կադաստրային տվյալները հողերի եւ իրական հողի պատկերը տվյալներ իրար չեն համապատասխանում, դրա համար ոչ այգեգործությունն է զարգանում, ոչ գյուղատնտեսություն առասարակ, որովհետեւ ստացվում է այնպես, որ մարդը գալիս է իր հողում ինչ-որ ծառա տնկում, բայց հետո հարևանը կարող է գա ասի, որ կադաստրային տվյալներով այդ Ին որ չարչարվել ես, տանջվել ես, հողդ մշակել ես, այգիդ տնկել ես, միրգդ ստացել ես, այդ իմն է, որովհետև տվյալներ չեն համապատասխանում։ Նա ինչ հետաքրքիր տրաֆարետ է տարուն լագրի Արցախ։ Այս էլ երեխեք է։ Հիմա ասենց որ աչով գնանք, ուր կգնանք։ Հա։ Կորնիձոր։ Հա, Կորնիձոր։ Բա Արցախ ոնց գնանք։ Հա։ Ոնց չկա, ստեղ չկա, բայց մի քիչ հետո Արցախը չի։ Հա, ստեղ է գրած, տես աչով է դրած։ Հասկացա։ Մերն է, չէ Արցախը։ Արցախը մերն է, չէ։ Խորթ ու բորթ ճամփեքով գանք պատմենք գյուղի մեջ։ Ես ուզում եմ հասկանալ, որ տան դուռն եմ ուզում ծեծել։ Այդ Արոն ինչ կարծիք ես։ Այստեղից հետո չգիտեմ ինչա, բայց կարող է այս տունը մտնենք։ Ես վստահ եմ, որ ցանկացած հայի դուռ որ ծեծենք, ասենք եկել ենք ձեզ հետ մի օր անցկացնել, չեմ կարծում, որ մեզ մերժելու են։ Նույնպես որ բարև ձեզ։ Ես Աբրահամն եմ, Աբրահամ Գասպարյան, շատ ուրախ եմ։ Ես Genesis Armenia կազմակերպությունն եմ ներկայացնում, ինքը գիտավելուցական կենտրոն է, ուղեղային կենտրոն է։ Եկել եմ մի ծրագիր եմ իրականացնում։ Ուրեմն մեր մարզերի համայնքներով գյուղերով ման եմ գալիս, 5 համայնք եմ ման գալիս, որտեղ ուզում եմ քարտեզագրեմ մեր հայրենակիցների խնդիրները, պրոբլեմները, սոցիալական խնդիրները, տնտեսական, գյուղատնտեսական, ընդհանրապես իրենք ոնց են մտածում, ուզում եմ հետաքրքիր մի բան իրականացնեմ, եկել եմ մի օր ձեզ հետ անցկացնեմ, ամբողջությամբ, առավոտից մինչև գիշեր, եթե իհարկե նաև չեք ընդդիմանա, կարող եմ գիշերել ձեր տանը, ուզում եմ ձեր կենցաղը կիսեմ, եթե դուք հողում գործ եք անելու, գյուղատնտեսական աշխատանք եք կատարելու, ձեզ հետ անեմ,
ծանոթների հետ, բարեկամների հետ։ Կովերը գտես։ Հա, դաշտը Գնանք, բարև Մայրիկ ջան։ Իմ անունը Աբրահամ է։ Շատ ուրախ եմ, Մայրիկ ջան։ Ապեր, հələ արի տեսնենք։ Դու ով ես, քո անունն ինչ է։ Արի։ Համի արի տեսնեմ։ Ոնց ես։ Հա բես։ Ինչ ես խաղում, լեգո ես խաղում։ Դե շեմ։ Իմ երեխեքն են լեգոյով շատ սիրում խաղալ, արի տեսնեմ։ Արի ստե։ Գյուղի ջահելությունը ինչով է զբաղվում, ամբողջ օրը աշխատանքի մեջ են։ Դե այդքան էլ չի աշխատանք կա, մինչև 20 թիվը, մինչև պատերազմը աշխատանքը շատ էր, այս գյուղում անասնապահությունը շատ է զարգացած իրար, տեղ գյուղում, Խնձորեսկում, բոլոր գյուղերում էլի, եթե մարդ ուզացալ է, ստեղծալ է, կարացալ է, տարածքը իլալ է։ Մեր գյուղում մինչև 20 թիվը մի 40,000 գլուխ ոչխար այլ է։ Միայն ոչխար։ Մենակ ոչխար։ Հայաստանում ամենաշատ ոչխարը տեղ գյուղում է։ Խոշորը չեմ կարող ասեմ, բայց շատ է, շատ թիվ է խոշորը։ Բայց հողեր էլ են եղել, որ մշակել եք, զբաղվել եք։ Հա, այդ հողերն էլ ալալ, գյուղից շատ մարդիկ էլ գա, իրենց հանալ, ծորեն իրենց հանալ։ Հա, դե հիմա չկա, 20 թվից հետո, այժմ մեր գյուղից 100 հեկտար ընկելա Թուրքին, 100 հեկտար, ցանած պատրաստ, վարելահող, ծորեն գարի, ցանած ընկելա Թուրքին, այս պային թուրքերեն են նստած մեջ։ Այս 23 թվի 23 թվի, կարծեմ մարտի 27-ին նստել են թուրքերին։ Ոնց կարաս ասես, տա մերը չի։ Հայկական հող ասես մերը չի, տեսկան են։ Դե հայ է, որ պիտի չասի այդպես։ Իհարկե։ Լսած գաք թուրք չոբանը, անգրագետ, որ տառաճան արքի, չոբանը ասի այդ հող մերը չի։ Չէ։ Իրաց բառը սիրուն չի ասեմ, անգրագետ չոբանն էլ ասում է թորփաղ բիզիմդը։ Բայց մեկ ասում եք Ղարաբաղը մերը չի, լավ։ Աշխատանք չկա գյուղում այդքան։ Այդ ջահելությունը, երիտասարդությունը ինչ անելու, հեռանկարը ինչ է ասում։ Հեռանկարը ես եմ, եթե սենց քինած որտեղ աշխատանքի լավ պիտի քինան դերել։ Շատ են գյուղից քաղաք գնում, Գորիս, Կապան, կամ Քաջարան այդ կողմերը։ Մեր գյուղից Քաջարանում այդքան չկա, այդ հիմնականը Խնածախից Կորնիձորիսկանից են։ Եկեցել են դա աշխատանքի։ Մեր գյուղացիք շինարարներ շատ են, Գորիսում են շինարարությունում աշխատում, Երևան են քնում աշխատում, կյանքի առաջ որ Ստեփանակերտ են աշխատելիս, լավ, մեր գյուղին փրկելիս էլ է։ Յայլությունը վարդպետն էլ լրիվ ընդեղ շինարարությունում աշխատելիս են։ Դե հիմա այդքան էլ Ղարաբաղը բրծավ չկա, ստեղել է չէ շինարարություն։ Ինչի եք ես հողին շատ կապած սենց։ Դա մեր պապեկան հողն է, ցավոտ տանեմ, պապս ստեղ է հողակավորված թաղված, պապս հերս ստեղ է, մեր մեծերը ստեղ է թաղված, մեկ ստեղի ջուրն եք խմալ, ստեղի հացն եք կերած։ Դե ուրիշ տեղեր էլ կա, հաց էլ, ջուր էլ, աշխատանք էլ, գնացեք այդտեղ լավ ապրեք։ Հացը ջուրը երբեք հայրենիք չի տարել։ Ռուսաստաններում կամ Եվրոպաներում կարող է շատ լավ ապրես, բայց դեպի չուժո ես։ Չուժո ես, ինչ կա նա քոնը չի։ Այդ շներիդ մի խոսք ունի, ասում է գյալմա ես։ Այդ կարաս այդ բառը բան մոնտաժ կանի։ Գյալման։ Գյալմա ես, եկվոր ես։ Եկվոր ես։ Քոնը չի։ Ես ուրիշ գյուղում այդ բառը ինձ ասել ու որ կինամ դու ապրեմ։ Իսկ մեր գյուղում չեն ասել։ Իմ հողում չեն ասել։ Լաչին։ Այո, լաչին։
Եթե գյուղում ապրում ես, պիտի տարածքնի անաստապահությամբ զբաղվես, դաշտավարությամբ զբաղվես։ Դե վարելահողը էլի փառք կա, բայց արոտավար չունենք։ Գյուղում ասենք ապրողը պիտի անասուն պահի, որ անասունով են ապրում էլի, ծախեն իր այդ հոգսերն անի, կոմունալա ոչ շում էլի, կարա յոլակին։ Դե մեր գյուղին էլ այդ բանը չունի, տարած չունի, արոտավայր չունի։ Ստիպված տանում եք։ Ստիպված համար է, 4 ամիս տանում եք սարերը 4 ամիս։ Մնացածը Գորիսից վեր է վերում, Սիսյանի կողմերն եք տանում հիմնականը։ Սիսյանի սարերը, բազարչայի սարերը, ասում են ջերմուկի սարերը։ Ատա մենք տեղ էր պահում։ Ծախսերը շատ տանում է, ապրանքի ինքնարժեքը ավելանում է, ասենք մսի ինքնարժեքը բարձրանում է, կաթի ինքնարժեքը բարձրանում է, դա համար էլ այդ շահութաբերությունը իջնում է։ Ինչքան ապրանքի ինքնարժեքը բարձր է լինում, շահութաբերությունը իջնել է, բարձր։ Ես կարծում եմ, որ համալիր մոտեցում է պետք ցուցաբերել։ Այս ամբողջական պետք է նայել այս լուծումը, այսինքն գյուղը պետք է համարվի առաջին հերթին առաջնահերթություն պետության համար։ Հիմա պետությունը ժողովրդին ով է կերակրում, գյուղացին է, չէ՞։ Իհարկե, քաղաքին գյուղն է կերակրում։ Քաղաքին պետությունը գյուղացին է պահում։ Արտադրողը, չէ, գյուղացին արտադրողը։ Թեկուզ իր առողջությունը փչացնում է, բանանում, բայց ամեն դեպքում եթե հնարավորություն տան գյուղացուն էլի կանի, կաշխատի։ Այս բոլոր խնդիրները Անդրանիկ ջան կարծում եմ լուծելու քաղաքակիրթ տարբերակ կա։ Այդ քաղաքակիրթ տարբերակը սովորաբար ոնց են անում պետությունները։ Ձևավորվում է իշխանությունը ընտրությունների միջոցով է ձևավորվում, հետո ունենում է ինքը որոշակի ժամանակահատված, մի դեպքում 4 տարի, մի դեպքում 5 տարի է, տեղ կա 7 տարի է, նայած ինչ կառավարման համակարգ է ու իշխանությունը փորձում է այդ խնդիրները լուծել։ Հիմա ես կարծում եմ, որ առաջիկայում սպասվող այս ընտրությունների ֆոնին մեր համակարգացիները, մեր համերկրացիները բոլորը այսպես տանը չմնալով պիտի գնան ընտրատեղամաս եւ իրենց մասնակցությամբ ապացուցեն, թե ինչպիսի երկիր են ուզում, ինչպիսի Հայաստան են ուզում դրանով ապրեն, էլի։ Թե չէ մենք որ անընդհատ բողոքում ենք, ասում ենք, որ սա կա, դա կա, հետո մարդիկ անցնում է որոշ ժամանակ, ասում են ինչու էսպես եղավ, որովհետեւ օրինակ դու չգնացիր, չմասնակցեցիր ընտրությանը։ Եթե չես ձևավորել դու քո ուզած իշխանությունը կամ քո ուզած խումբը, որ ուզում ես ղեկավարի, դու վերջում դատարկաձեռն ես մնալու եւ չես կարողանալու այդ ամեն ինչ անել։ Դրա համար ես կարծում եմ, որ ամենաճիշտ ձևը այս խնդիրներին համալիր լուծում տալու ընտրություններին մասնակցելն է։ Ընտրությունն է, թոքինա մասնակցելուն ուզում ես ընտրել։ Իհարկե, խոսքը վերաբերում է բացառապես այդ մասնակցության։ Քո ընտրությունն է, քո ճաշակն է, քո նախընտրությունն է։ Նախընտրում ես նրանիկին անտրում, ուզում ես երկրի ղեկավարինիկին է իրան զայնտում։ Իհարկե։ Արի Տարուն ջան, արի տես որտեղ ենք քնելու այսօր։ Դաշտի մեջ ենք քնելու։ Գլխիդ նայի։ Ինչ է լավ տեղ է։ Չէ, լույսը կա, որ ասեմ, արևային տեղա դրած։ Շատ է լավ տեղ է։ Ահա։ Բայց տեղ ցուրտ չի լինում։ Չէ, դամարարից ցուրտ, տեղաշորին տակինից ցուրտ։ Ուղղակի կելերը վրկյան է տավատն էլի։ Թե ինչ անենք հիմա, գելեր են գալի թող գան։ Ոչ են մտնելու մեջը։ Կարող է մտնել։ Ոնց մտնեն, դուրը չես փակում։ Դե դուրն հալի կելը պերցել է։ Ես ժողովուրդ ջան, ուրեմն ես այսօր գիշերը անցկացնելու եմ այստեղ, ես իմ սեփական կամքով հրաժարվեցի Անդրանիկի առաջարկից մնալ գիշերել իրենց տանը, որովհետև սա էլ մի հետաքրքիր արկածայի վերջո դաշտի մեջ հենց փոքր ֆերմայի կողքը, գայլերի մեջ, որոնք հնարավոր է գան գիշերը, բայց կապ չունի, այստեղ պահակությունը կանենք, գիշերը կհսկենք։ Այդ ամբողջ տնտեսությունը պետք է հսկել եւ ձեզ մենակ չեմ թողնի հաստատ։ Հայաստանում գյուղատնտեսության խնդիրներից մեկը, այսպես ասեմ, առանցքային, ռեալիզացիան է, այդ որ իրանք չգիտեն, հիմա մեկը, չգիտեմ, բերք հաստանում, մեկը կաթ հաստանում, մեկը կատնամթերք հաստանում, այդ
Սիստեմ այդ համակարգը ճիշտ մշակելը, որ գյուղը աշխատի, որովհետև գյուղը աշխատես, քաղաքը տասնապատիկ է աշխատում։ Կառավարությունը պիտի տերություն անի, տերություն։ Պիտի խրախուսի, պիտի օգնի։ Դե հիմա գյուղնախարարություն էլ չկա։ Չկա գյուղնախարարությունը վերացավ։ Չկա։ Բայց փառք էլի բանը էկոնոմիկայի նախարարությունն է, նայում չեմ իմանում։ Այդ ենթակայության բաղ։ Անասուններին պատվաստումներին գոնե ժամանակին լրիվ անում է։ Անում են այդ պատվաստումն է քանի հատակ Դաբաղի դեմ, չգիտեմ։ Դաբաղի դեմ, Սիբիրախտա, ես եմ բրիցիլոզի արյունստու գիլա, այդպես բաներ լրիվ անում են։ Լրիվ ժամանակին կեմ են անում։ Արդեն երեկո է, ժամը 7:20 է։ Կովերին արդեն բերում են։ Հիմա պիտի գնանք Անդրանիկենց փոքր ֆերմա, տեսնենք Կովերին ոնց են տեղավորել, բաչիկը ոնց է տեղավորել ու ինչ գործ կա անելու, ինչ աշխատանք կա կատարելու։ Եկավ նախիրը։ Լավ թարմացած են վերադարձել Անդրանիկ։ Նիհար եմ պահել, չեմ կարացել լավ պահել։ Ուզես երկոտելու եք։ Չես կարող։ Դանան հանի բաչո։ Սամնվեր ստացած այս նարդին։ Համայ կապիտանանից որպես բարեխիղճ գյուղացի իրանց համայնքի բնակիչ Սա են նվիրել։ Սա նվիրել է։ Մի հատ ժամացույց են նվիրել, մեկ է նարդին նվիրել։ Որպես համայնքի լավագույն բնակիչի։ Գնացին։ Խաղը տենիս է։ Սև սպիտակ։ Սպիտակներով ես խաղտանում։ Դե դուք սպիտակ եք։ Ես սև եմ։ Էլի հաղթեց բարեկամությունը, բայց խաչիկը ինձ կրեց ֆանտաստիկ։ 3 հատ դուշեշ ա գցել իրար հետևից, հենց որ բան չունեմ ասելու։ Դիարն թառաչից հետո, տրնդեզից հետո սովորաբար տաքանում է, չէ՞ ասում են։ Ու տենց էր, բայց այս տարի մինչև հիմա ունես չի որ տաքացել է։ Բայց ես կրակին ինչքան նայում ես նայվում։ Հիմա այս որ կրակը վառել ենք լասը Անդրանիկ ջան, աշխարհում քանի պետություն կա։ Ամերիկա։ Ավստրիա։ Գիշերվա ժամը 4-ն է արդեն, մենք ինքան հավեսօր անցկացրինք, ինքան լիքներ նա չքնեցինք։ Լուսիկացումը բասմունքալա Կարոտել էի գյուղը։ Գյուղի կյանքը միշտ չունի չէ։ Շատ իմաստալից եւ լիքոր պարգևեցիք դուք այսօր ինձ անձամբ ինձ վստահ եմ նաեւ մեր տարոնին, որին անկախ որ իր աշխատանքն է կատարում, խորին շնորհակալություն
ամեն ինչ պրոֆեսիոնալ մակարդակով անելու եւ մեզ ուղեկցելու համար Տարուն ջան, որ քեզ չթողեցինք քնես, ապրես, շնորհակալություն։ Ես հիմա ոչ միայն ինձ լավ եմ զգում, մեծ ցավ եմ զգում այդ դիմացը նայելով, դիմացի լույսերը նայելով։ Մի տեսակ կարոտախտ կա, մի տեսակ որքան հզոր է այս հողը, այդքան ցավեցնող է։ Ասի պես էլ երևում է, չէ՞ լրիվ մեր այդ իրանք օկուպացրած են, այդ մեր հողերն է, մեր այ լույսերը վարում է իրանց, Արսենի իրանց։ Ես մեկ էլ տենց դաժան ներքին անասելի, անբացատրելի զգացումով եմ պատված եղել Շուշիի տակ։ Երբ որ Ստեփանակերտից նայում էր այդ ամբողջ լուսավորությունը, բայց չէի կարողանում ասել, հիմա այդ նույն զգացումն է ինձ պատում։ Հողը թանկ բան է։ Պատկերացրեք մենակ այսօր չէ որ նայում ես ժամը 4-ին օպին նայում ես երևում, մեկ ամեն օր քնելուց, արթնանալուց, հենա դեմները։ Ու ընդեղ համարյա դեր զոլ ետ ջուղերում, բոլոր ջուղերում միլալ են։ Ասում են թուրքական, կամ ադրբեջանական, Քուրդիստան էլ են, ես ընդեմ մի մզգիթ չեմ տեսած։ Մի մզգիթ չեմ տեսած, լրիվ հայկական եկեղեցին եղել է։ Ցավոք այսօր ասեմ մերեքի այդ հույսովին է որ մերեքի հողը տիրոջ պիտի վերադառնա։ Հողը պետք է սիրել, հողը այդ սիրելն էլ կենացով չի, ամենամեծ ապացույցը ձեր ներկայությունն է, ձեր նման ընտանիքների հավատքով ամրապնդված մնալն է այս հողին կարճած, այս հողը շենացնելը, այս հողը վարելը, այս հողը ցանելը, հնձելը, շունչ ապահովելը, շունչ եք տալիս, այս գյուղը դրանով է գյուղ, իմաստավորված է ու իսկապես այսօր որ տարբեր մարդկանց հանդիպեցինք, տարբեր մարդկանց հետ զրուցեցինք, իրենց խնդիրները լսեցինք։ Մի հատ sense կարմիր թելի նման բաներ գնում այդ բոլոր զրույցներում էլ։ Բոլորը ունեն ավելի լավ Հայաստանի ակնկալիք, ավելի լավ երկրի ակնկալիք, ավելի արժանապատիվ երկրի ակնկալիք, որտեղ երեխաները կունենան հեռանկար, կունենան ապագա, կապրեն իսկապես երաշխավորված խաղաղության պայմաններում, ունենան աշխատանք եւ հեռանկար։ Մեր ապապերը շատ են, չէ, երազերը, ինքան ցանկացել որ մենք անկախ պետություն ունենանք, մեր բանակ ունենանք, մեր դրոշ ունենանք, մեր հիմն ունենանք։ Հիմա 91 թվից ունենք պիտի տերություն անենք, անտերության չմատնենք գյուղերը, բնակվենք, շենացնենք, արարենք, աշխատենք, անկախ ենք երկիրը, անկախ պետություն ենք, աշխարհը մեր ճանաչում է որպես պետություն, տիրություն անենք։ Անձամբ ես եմ մտածում մեր գյուղնա կապը ստեղ է հողակավորված, հետը ստեղ է, գերեզմանները չթողենք, մեր սրբավայրերը, սա որտեղ նստած եք իմ կողմը։ Մանկությունս էլ եմ ստեղծել, ստեցնված եմ մեծացած։ Ես չեմ կարող պատկերացնել, ոնց կարելի է թողես քինակ ուրիշ տեղ։ Ես դա ինչ չկա, չեմ կարող տա։ Ողերը չի տեղավորում։ Հայախոս լինելը բավական չի։ Պետք է հայեր են մտածել։ Մտածելակերպել հայեր։ Մեր արժեքները այն ամեն ինչ որ մենք ժառանգել ենք մեր պապերից, ազատության, անկախության, արդարության, համերաշխության,
սեփական հողին տեր կանգնելու, անձնականը ստորադասելու հավաքական շահին, այս բոլոր արժեքները մենք հիմա կարծես ոչ թե կորցրել ենք, այլ փոշի անստել կամ մոխիր անստել նրան։ Դի մեր մեջ ուժը գտնենք այդ փչելու այդ աղբը մեր վրայից հանելու, թափելու, մեր հոգիները պղծած, մեր կենցաղը աղավաղած, այդ արատավոր երևույթները, իրար նկատմամբ ատելությունը, ներքին պառակտումները, նախար մի 50 միլիոն էլ չես էլ, որ ասես եղաչեղացը մի պտխոնց ժողովուրդ ես էլի, Սահյանի բարվասը, քանի Սյունիքում ենք։ Չանենք արդեն ժամը 5 դեղավ, հեսա արև նայելնելու, հա։ Բայց ես մի քիչ ժամից պիտի ելնեմ։ Այսինք չես քնելու։ Բայց մենք կարանք գնանք մի 2-3 ժամ քնենք բանը, որտեղ առավոտը պիտի շարժվենք։ Եթե քուշ կյանենք, ես առավոտ շուտ կհենեմ իմ գործեր ալնում։ Ու ժամի կուրեք, ժամի կհենեմ։ Շուտ կհենեմ։ Տրադիցիայի համաձայն ժամը 8-ին քնած մարդ չկա։ Ահա։ Տեսար Տարուն ջան, այս քեզ էր ուղղված այս մեսիջը, դու ես ամենաշատը քնում մեր մեջ։ Ժամը 5-ին արդեն մասնացած եմ, բացառություն կանեք եկեք։ Որոնա մարդիկ։ Այսինքն եթե այսօր եկած չլնենք, դուք հիմա քնած եք, վաղուց։ Քնած չէ, ես ժամը 10-ը պիտի քնած լինեի, առավոտը էսա մի քիչ ժամից պիտի ելնեմ։ Մենք մի 2 ժամ գնանք հանգստանանք, վերջո։ Սա իրական Հայաստան առանց ֆիլտրի նախագծի առաջին թողարկումն էր, կհանդիպենք հաջորդ կանգառում, Վայոց ձորի մարզում, ինտերեք եւ բարի գիշեր։